Մենք եթերում ենք սիրելիները շարունակում ենք մեր ընթացքը, շատ ակտիվ է վերջին շրջանում Հայաստանը որպես նաև տուրիստերի կողմից շատ հետաքրքիր դարձած տարածաշրջան, ցանկալի վայր նաև, այո, ու ոչ միայն քաղաքամար Երևանը, ամբողջ Հայաստանը, մենք դրա համար շատ ուրախ ենք ու մի փոքր լումել մենք ունենք, որովհետև մեր եթերների ընթացքում անդադար փորձում ենք ձեզ տեսանյութերի միջոցով ներկայացնել Հայաստանի տեսարժան վայրերը եւ պատմամշակութային կոթողները, ու մենք հրաշալի առիթ ունենք խոսելու ոլորտի ներկայացուցիչի հետ պարզաբանելու համար, թե ձմեռային туриզմը Հայաստանում ինչպիսին է, ուր գնալ, ինչ անել եւ ինչ տեսնել, եւ ինչով է Հայաստանը հետաքրքիր ձմռանը, որ ուղղություններն են հատկապես ամենապահանջվածը հարցեր, որոնց պատասխանները հիմա կլսենք։ Այո, մեր հյուրն է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Այսօր խոսելու ենք ձմեռային туриզմի մասին, բայց մինչ դրան անցնելը, քանի որ մեր հյուրերի հետ նաև ամփոփում ենք անցնող 2025 թվականը, հետաքրքիր է դուք ինչպես եք ամփոփում եւ ինչպիսին էր туриզմը Հայաստանում այս տարի։ Ну, այս տարի բավականին լավ միջոցառումներ եղան, շատ այսպես ակտիվ Հայաստանը ներկայացնելու գործընթաց եղավ, նոր չվերթներ բացվեցին տարբեր ուղղություններով, նոր շուկաներ մեզ համար այսպես բացահայտվեցին եւ Հայաստանը իր շուկաները ընդլայնելու համար զգալի այսպես առաջընթաց ունեցավ, դարձավ հետաքրքիր այնպիսի շուկաների համար, որ այսինքն նոր սկսեցին բացահայտել Հայաստանը, օրինակ ծոցի արաբական երկրների հետ արդեն աշխատանքներ տարվում էին, արդեն հետաքրքրություն կար, բայց ոչ բոլոր երկրների հետ Քուվեյթի հետ բացվեց ուղիղ չվերթ եւ արդեն սկսել է Հայաստանը շատ հետաքրքիր դառնալ Քուվեյթում, մասնակցեցինք այնտեղ ցուցահանդեսի, ընդունեցինք ճանաչողական այցով քուվեյթյան զբոսաշրջային օպերատորների, ուղիղ չվերթ եղավ արդեն Քուվեյթից, մյուս ուղղություններով նույնպես Սաուդյան Արաբիա, որը չունեինք ժամանակին դիվանագիտական հարաբերություններ, արդեն ունեցանք, արդեն ծոցի երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների համար Հայաստանը ըստ էության առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանեց, հիմա նախագիծն է շրջանառվում այդ ժամկետը երկարաձգելու համար, ես բոլորովին վերջերս 3 առաջ օրը վերադարձա Չինաստանից, Չինաստանում մասնակցեցինք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, նաև ճանաչողական այցով էինք այնտեղ, շատ լավ գործարար կապեր հաստատվեցին, չինական ուղղությունը նույնպես այսպես շատ դինամիկ զարգանում է եւ ինչ պետք է ուզենայի նշել, որ երկու ուղղությամբ էլ մենք ըստ էության աշխատում ենք եւ Հայաստանից մեր քաղաքացիների համար արժանավայել հանգիստ ապահովելու համար, տարբեր ուղղություններով նոր հնարավորություններ բացահայտելու համար արտագնաց զբոսաշրջության եւ իհարկե նաեւ տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ընդունելու եւ դա արվում է եւ մեր զբոսաշրջային արդյունքը դիվերսիֆիկացնելու միջոցով բազմազանեցնելու եւ դրա շնորհիվ նաեւ շուկաները դիվերսիֆիկացնելու եւ ընդլայնելու առումով այնպես որ խոստումնալից էր տարին այնպիսին էր որ հաջորդ տարիների համար ունենք լավ ակնկալիքներ հրաշալի զբոսաշրջության կոմիտեն այս տարի շատ լավ աշխատեց, շատ տարբեր ուղղություններով, տարբեր երկրներ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցություն, տարբեր երկրներից լրագրողներ, ինֆլուենսերներ, այսպես բլոգերներ, սոցիալական մեդիա, խոսքով լավ գովազդ եղավ, չնայած շատ սահմանափակ միջոցների, համենայն դեպս համագործակցությունը նաև պետություն մասնավոր կարծես իր արդյունքները տալիս են։ Շատ լավ, մենք շատ ուրախ ենք, որ մեր տարածաշրջանը թույլ է տալիս մի ամբողջ տարի անկախ իհարկե եղանակային պայմաններից, որ ամիստ է, գարունն է, ամառ է, ձմեռ թե աշուն, բայց Հայաստանում կարելի է ամեն եղանակին գտնել մի վայր, որը հետաքրքիր է իր վայրերով, տեսարժան գաստրո ոլորտը ներկայացնող բազմաթիվ առաջարկներով եւ նաեւ մշակութային ու հոգեվոր առումով հարուստ ենք այդ իմաստով, բայց հետաքրքիր է ձմռանը հստակ, որ ուղղություններն են ավելի ակտիվ, չնայած որ գիտենք, բայց գուցե դուք ավելի նորովի ներկայացնեք, գիտենք, որ այո կան սպորտաձևեր սիրող
մարդկանց համար դահուկ քշելու հրաշալի տարբերակներ, ճոպանեղներ ունենք մենք, ֆեստիվալով ենք փորձում նաև հարստացնել ջերմուկի ուղղությունը, բայց ինչ նոր բաներ կասեք, որոնք հետաքրքրել են զբոսաշրջիկներին Դուք մի շատ լավ բան ասեցիք ձեր խոսքում հարցի մեջ, որ այո, այնքան հետաքրքիր ենք եւ այնքան ռեսուրս ու բազմազան զբոսաշրջային արդյունք ունենք, որ տարվա 4 եղանակին մենք արդեն ըստ էության կարողանում ենք ներկայանալ պատշաճ։ Հայաստանը իր բնակլիմայական պայմաններով էլ այդ բացառիկությունն ունի, որ մեկ նույն ժամանակահատվածում այս փոքրիկ տարածքում կարող ես 4 եղանակ ըստ էության նույնիսկ տեսնել։ Բայց գնալով, ինչպես նշեցի, մեր զբոսաշրջային արդյունքներ բավականին բազմազանեցվում է, սա ի պատիվ նաև մեր մասնավոր հատվածի, հենց ստեղծագործ մտքի եւ նաև ձևավորվող արդեն արդյունքների կարողանում ենք այո նույնիսկ ձմռանը, եթե նույնիսկ ձյուն չենք ունենում, էլի առաջարկելու բան ունենք։ Իհարկե մեր հայտնի ձմեռային զբոսաշրջավայրերը միշտ իրենց այսպես հմայքով փայլում են, Ծաղկաձորը, Ջերմուկը, արդեն Մայլեր հանգստավայրը, այո իրենց առաջարկներով, Ջերմուկը ընդհանրապես ձմռանը եւ իր գեղեցիկ մթնոլորտով, բնությամբ նույնիսկ լեռնադահուկային սպորտաձևի հնարավորությամբ, բայց հիմնականում նաև ներկայանելով իր առողջարանային շատ հարուստ ու բազմազան ռեսուրսով, ընտանեկան հանգստի հնարավորություններով, Ծաղկաձորը նույնիսկ ձյուն չլինելու պայմաններով այսօր շատ հետաքրքիր է եւ ունի ընտանեկան հանգստի համար եւ նաև ընկերներով այնտեղ այցելելու համար, ինչպես օրինակ Ամռանն են գնում, հիմա այո բնությունը ամառային չէ, կանաչ ամբողջությամբ կանաչ չէ, բայց կրկին հետաքրքիր է։ Իհարկե սպասում ենք ձյան, շատ մեծ հույս ունենք, որ ձյուն է լինելու։ Մայլերում նույնպես շատ կարելի է բարձրանալ, ինչպես Ծաղկաձորում, այդ գեղեցիկ տեսարաններով ամենավերևից վայելել։ Բարձր դիրքերում նաև Ծաղկաձորում ունենք հրաշալի հյուրանոցներ, այսպես որ կարելի է այնտեղից էլ այդ հնարավորությունները վայելել։ Բայց իհարկե չենք սահմանափակվում հայտնի, հա, գնանք դեպի Դիլիջան, չսահմանափակվելով անպայման շարունակելով Իջևան, որը նույնպես շատ գեղեցիկ է, վայելել գինի, նաև մեր հյուսիսային մասում, մեր Իջևանի գինուգործարանում, հա, գնալ դեպի Նոյեմբերյան, հա, մինչև հասնել Բերդ եւ այլ, չէ, այսինքն ամբողջ դեպի հյուսիսային ուղղությունը գնալ, Լոռին իր գեղեցկությամբ միշտ էլ մնում է Լոռի եւ բացառիկ է իր հնարավորություններով, Շիրակի մարզը, Աշոցքը, որը նույնպես ձմեռը այնտեղ ինչպես է լինի այնտեղ ձյուն կունենանք կլիմական պայմաններից Աշոցքում եւ այնտեղ ոչ թե լեռնադահուկային սպորտաձև է, այլ ուղիղ հա կարողանում են նաեւ դահուկ քշել, այդպես cross country skiing են ասում։ Այսա կարծես կարևոր նորություններից էր, որ ինձ համար էլ բացայտում էր։ Գյումրին ընդհանրապես իր հմայքով, գեղեցկությամբ, մշակույթով, խոհանոցով, խոսքով այնպես դեպի Վայոց ձորի մարզ, Սյունիք, հա, հարավային ուղղությունը նույնպես իր խոսքը միշտ էլ ասել է եւ ասում է, կարելի է անկախ նրանից ձմեռ, ամառ, աշուն, գարուն Խոսքով շատ են տարբերակները։ Մենք մեր եւ խոհանոցով եւ այո գինով Երևանը իր հմայքով ու փայլով միշտ էլ եւ ասեմ ձեզ, որ նաեւ ամանորին գնալով ամեն տարի Հայաստանը արդեն ոչ միայն Երևանով իր բոլոր հանգստավայրերով, տարբեր քաղաքներով շատ գեղեցիկ զարդարվում եւ ներկայանում է ինչպես մեզ, մեր հայրենակիցներին, այնպես էլ արտերկրին եւ գնալով ավելի գրավիչ է դառնում որպես ամանորյա զբոսաշրջավայր։ Եվ գալիս են ամանորը նաեւ տորավաճառներով, հետաքրքիր ծրագրերով, այնպես որ ամանորյա ծրագրեր ունեն նաեւ այսօր մեր հայտնի հանգստավայրերը, ինչպես նշեցի բոլոր եւ Ջերմուկ եւ Ծաղկաձոր եւ
Մայլեր եւ Դիլիջան եւ Իջևան եւ հարավային ուղություններով եւ Գյումրիով եւ իդեպ ասեմ, որ այնպես շատերի մոտ կա տպավորություն, որ ամանորյա գները շատ բարձր են, անմատչելի են եւ այլն, այդպես չի, այդպեսի մի հարցախույզ արել ենք եւ տեսել ենք, որ գնային շատ լայն դիապազոն կա, այնպես որ նաև ամանորյա հանգիստը մեր համակարգացիները կարող են յուրաքանչյուրը իր տարբերակը կգտնի մի խոսքով։ Իհարկե հասկացանք, որ ձմեռային հանգստի տարբերակները շատ են, բայց այսպես նաև ամփոփելով այս տարին եւ արդեն մեր զրույցը հետաքրքիր է գալիք տարի 2026-ին ինչեր են պլանավորում մեր երկրում եւ ըստ ձեզ որոնք են լինելու այսպես ամենահետաքրքիր տուրիստական միջոցառումները եւ նախաձեռնությունները, որոնց պետք է սպասել 2026-ում արդեն։ 26-ին ինչպես այս տարի էր, 26-ին էլ նոր հետաքրքիր միջոցառումներ ունենք, շատ լավ արդեն հայտնի դարձած փառատոներ ունենք, որոնց համար հատուկ Հայաստան զբոսաշրջիկներ են այցելում, եւ մի շատ կարեւոր բան, երբ մենք ժամանակին սկսելով այսպես կայուն հիմքերի վրա դնել 2008-9 թվականներից արդեն որոշ փառատոններ, Արենիում գինու փառատոն, Խորովածի փառատոն, Թոլմայի փառատոն, այսօր արդեն միջազգային տարածաշրջանային նշանակության հայ-վրացական փառատոն, հայ-իրանական փառատոն, արդեն սկսել է հայ եւ ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն։ Սրանք սկսելիս հիմնադրելիս մի կարևոր ամբիցիոզ նպատակ էինք դնում, որ աշխարհի քաղաքացին տարբեր երկրներից մտածի ընտրություն կատարի, ինչ անեմ, գնամ Բրազիլիա հայտնի դիմակահանդեսին, գնամ Գերմանիա Օկտոբերֆեստի, թե գամ օրինակ Արենի գինու փառատոնին կամ Սիսիանում հայ-իրանական փառատոնին, թե Դիլիջանում հայ-վրացականին եւ ընտրությունը կատարի Հայաստանում փառատոնների վրա, սա արդեն իրականություն դառնում է։ Եվ հատուկ գալիս են Հայաստան փառատոներին մասնակցելու։ Բազմազան ունենք այսպես հետաքրքիր փառատոնային զբոսաշրջային արդյունք կան, սա եւ նաեւ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպվում են Տուրիզմի հայկական ֆեդերացիայի եւ նրա անդամների կողմից շատ հետաքրքիր փառատոններ ունենալու ենք նաեւ այս տարի մենք ունեցանք միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITF Armenia 2025 դա շարունակական է լինելու, որովհետև կորոնավիրուսից հետո մենք այսպես կարծես վերականգնեցինք նաև հետավանդույթը, միջ այդ ունեինք Intour Expo, բայց արդեն կորոնավիրուսի ընթացքում եւ հետո կարծես թե չէր ստացվում կազմակերպել, հիմա արդեն եղավ ֆեդերացիան իր անդամ ընկերությունների հետ եւ նաեւ կոմիտեի աջակցությամբ եւ մյուս գործընկերների հետ արդեն դա սկսեց հաջորդ տարվանից դրանք արդեն առնվազն եռապատիկ մասշտաբով եւ նաեւ աշխարհագրական ընդլայնվածությամբ կունենանք նաեւ այդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդես աշխարհի տարբեր երկրներից մասնակցությամբ սա նույնպես կարևոր է եւ երկրի իմիջի համար եւ նրա համար, որ Հայաստանը պետք է նաեւ այդ ցանկում աշխարհի որպես լավ ցուցահանդես ունեցող երկիր հանդես գա կան շատ լավ ծրագրեր։ Իսկ մենք դրա համար շատ ուրախ ենք, որովհետև հաճելի է լսել, որ եղել են նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք աշխատել են туриզմի զարգացման համար եւ այդ տենդենսը ավանդույթը այսօր էլ դեռ շարունակվում է նոր աճեր, նոր հաջողություններ գրանցելու համար։ Շնորհակալ ենք ձեզ, նախատոնական մեր շնորհավորանքները ընդունեք եւ բոլորս աշխատենք, որպեսզի շատ-շատերին տեսնենք մեր հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակով։ Մենք էլ չմոռանանք մեր փոքրիկ Լումայի մասին ներդրած մեծ սիրով։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ հունվարի 3-ին Ջերմուկում տեղի կունենա ֆեստիվալը, սա հրաշալի հնարավորություն է նաեւ ծմերային туриզմի մաս դառնալու, մեր կողմից արդեն այս ամենի մասնակցություն ունենալու եւ իհարկե վայելելու մեր սիրած արտիստերի կատարումը, այնպես որ չմոռանաք հունվարի 3-ին հանդիպելու ենք Ջերմուկում։ Լավ երաժշտություն վայելելու, որը նաև առաջարկում ենք հենց հիմա, խնդրեմ։